Նրան տապանում հյուրընկալել է Միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանին, Տիկին Դալաքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ ԵԱԿ Մինսկի խումբը պաշտոնապես լուծարվեց եւ դրանից հետո Հայաստանի կառավարությունը հրապարակել է բանակցային փաստաթղթերը։ Դրանցում փաստորեն բացակայում է Քիվեստի փաստաթուղթը եւ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ առիթ ունեցավ այս հարցին անդրադառնալու եւ պատասխանելով հարցին, թե ուր է այդ փաստաթուղթը, նա ասաց, որ ինչ փաստաթուղթ եղել է կառավարության ռեգիստրում, դա էլ հրապարակել են, իսկ Քիվեստի հետ կապված բոլոր հարցերը պետք է ուղղել 3 նախկին նախագահներին։ Հիմա դուք ինչ արձանագրումներ եք արել, ես տեսա, որ դուք հասցրել եք Facebook-յան գրառման անդրադառնալ, որոնք են ամենակարևոր արձանագրումները ձեզ այս փաստաթղթերի հետ կապված։ Ճիշտ ասած, ոչ մի փաստաթուղթ նորություն չէր եւ կարծում նաեւ լայն հասարակության համար, որովհետեւ դրանց մասին շատ է խոսվել Կազանի փաստաթղթերի, Լավրովի առաջարկների, Եվրախորհրդի ղեկավարի հայտարարությունը, ԵԱՀԿ ներողություն, խորհրդանական վիայժողի ղեկավարի հայտարարությունը, գուցե մեն Սերժ Սարգսյանի նամակն էր այստեղ ինձ համար նորություն, այո, Վլադիմիր Պուտինին, դրա մասին հիմա առանձին կխոսենք, ինչ վերաբերում է Քիվեստին, նախ Քիվեստը գաղտնիք չի այնտեղ ինչ է բանակցվել, Ռոբերտ Քոչարյանը դրա մասին խոսել է, որ էստակադան, հիշում եք, մեղրիով ճանապարհ են տալիս, դա լինում է միջանցքային ըստ էության տրամաբանություն, ազատ տեղաշարժ, ինչ էր նշանակում ազատ տեղաշարժ։ Այսօրվա կարծես ուրեմն trip-ի նման է, ոչ թե միջանցքային, այլ ազատ տեղաշարժը Ռոբերտ Քոչարյանը ավելի ինքը մանրամասն կբացատրի, դա ինչ է նշանակում, եւ Քիվեստից հետո մենք ունեցել ենք բազմաթիվ այլ առաջարկներ, այսինքն խոսքը տարբեր առաջարկների մասին է, խոսքը նրա մասին չէ, որ Քիվեստը ընդունվել էր եւ դրա հիման վրա ինչ որ քայլեր պիտի կատարվեն։ Ալիևը դա մերժեց։ Ինչու մերժեց, կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը պիտի բացատրի, որ ճնշումներ եղան Ալիևի վրա, բարձր որ դա Վաշինգտոնից չէր, Ամերիկայից չէր, եւ նա նաեւ խոսվում էր, որ Ադրբեջանի ներսում էլ կան ճնշումների նկատմամբ, որ չհամաձայնվի այդ տարբերակին, կլանների, նաեւ ուրեմն Մեհրիբան Ալիևայի այսպես կոչված կլանի Նախիջևանի հետ կապված, այսինքն պետք է այսպես ասենք, եղել են առաջարկներ, տարբեր առաջարկներ, որևէ մեկը Ադրբեջանի կողմից չի ընդունվել։ Կանգնել ասել, որ սա շատ լավ առաջարկ էր, սա ամենալավ առաջարկ էր, կարևորը որ երկու կողմն էլ ընդունեին։ Հիմա Ուկրաինայի պատերազմում լինում են առաջարկները, ավարտվում են, հետո նոր առաջարկներ են լինում։ Ես նկատեցի, որ մինչև 2011 թվականը հանրաքվեի վերաբերյալ կային հստակ կարևոր մի չափանիշ կար, որ 1988 թվականի դրությամբ այնտեղ բնակվող բոլոր բնակիչները անկախ ազգությունից իրավունք ունեն մասնակցել հանրաքվեի եւ դա պարտադիր էր։ 2015, 16, 19 թվականների առաջարկներում այդ կետը չկար, թե ով իրավունք ունի մասնակցել հանրաքվեի։ Իսկ մենք գիտենք, որ Ալիևը շահարկում էր դա ասելով, որ բոլորը կվերադառնան, նրանց զավակներին էլ պիտի հաշվենք, դե այնտեղ այն ապրելու, այնտեղ էին ծնվելու, դա սպեկուլյացիաների առիթ էր արդեն տալու, ինչը Սերժ Սարգսյանը փաստորեն իր նամակում Վլադիմիր Պուտինին նշել էր այդ կետը։ Հաջորդը կամարտահայտության վերաբերյալ երկու կողմը պիտի համաձայն լինեին։ Ադրբեջանը նույն ըստ Սերժ Սարգսյանի նամակի փաստորեն չի համաձայնվել դրան, կամ նշել է, որ մի օր կհամաձայնվեմ։ Այսինքն Արցախի հարցը չէր լուծվելու փուլային կամ փաթեթային տարբերակով տարածքներ հանձնելով, միջանկյալ ինչ որ կարգավիճակ էին տալու Արցախին եւ այդ հարցը թողելու էին ապագային։ Ապագայում ինչ կլիներ, որևէ մեկը չի կարող ասել։ Մեկը կարող ասել, որ դրական կլիներ ինքնորոշում, մյուսը որ պատերազմ էր էլի տեղի ունենալու, բայց այն որ որևէ փաստաթուղթ կրկնեմ չի ստացել Ադրբեջանի համաձայնությունը, ցույց է տալիս, որ հիմա խոսել, որ մեր ժամանակ շատ լավ փաստաթուղթ կար, դուք բերեցիք պատերազմ, ես սա օբյեկտիվ չեմ համարում։ Ադրբեջանը առաջարկները չէր ընդունում, որովհետև ինտենսիվորեն զինվում էր եւ դրա մասին փաստորեն Սերժ Սարգսյանի նամակի առանցքում նաեւ դա է։ Իսկ ով էր զինում, այդ նամակը ում որ գրել է Սերժ Սարգսյանը, նա այդտեղ իհարկե չի ցանկացել Վլադիմիր Պուտինին ինչ որ մեղադրանք հղել, չնայած հիշում եք, ասաց, որ Հայաստանի ժողովուրդը չի հասկանա դա իր հայտարարությունից մեկում, ոչ թե նամակում, բայց պաշտպանության նախկին նախարարի համար էր դա նորմալ, համարվում էր բիզնես։ Այսինքն Սերժ Սարգսյանը երբ նշում է, որ տարածաշրջանում փոխվում է ուրեմն ռազմական բալանսը, ում նկատի ունի։ Ռուսաստանը առաջիններից էր դեռ այն ժամանակ, այդքան Իսրայելը կամ Թուրքիան մեծ ծավալներով չէին զինում
լինում Ադրբեջանին, որը խախտեց ռազմական բալանսը։ Եթե Սերժ Սարգսյանը օբյեկտիվ անձնավորություն է, նա կարող էր դա իր նամակում նշել, ոչ թե տողատակերով հասկացնել։ Այսինքն այո, պարզ է, որ Ադրբեջանը ուզում էր զինվել եւ պատերազմի ճանապարհով հետ վերցնել իր տարածքները։ Ամբողջը։ Հիմա Հայաստանի ղեկավարները դա հասկանում էին, փաստորեն Սերժ Սարգսյանը հասկանում էր, Ռոբերտ Քոչարյանն էլ էր հասկանում, որովհետեւ եթե նա ուզում էր արդեն մեղրի տարբերակը ուզեցել է բանակցել, ուրեմն այդքան էլ դրական չէ ամեն ինչ։ Այսինքն ստացվում է ոչ թե ինքնորոշման իրավունք է իրացվում միջազգային իրավունքի համատեքստում, այլ ընդհանրապես տարածքների փոխանակում է տեղի ունենում մեղրի տարբերակով։ Եթե Քոչարյանը դրան պատրաստվում էր գնալ կամ գոնե քննարկում էր դա, ուրեմն նա իր մտքում գիտակցում էր, որ Ադրբեջանը պատրաստ չի ընդունել ուղղակի Արցախի ինքնորոշման իրավունքը անկախ Հայաստանի տարածքային պահանջներից, որովհետև Հայաստանը այդտեղ կողմ չէր, չնայած Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին սարքեց, դարձրեց, ուրեմն այստեղ կողմ։ Այսինքն, եթե դու գիտես, որ դիմացինը զինվում է աննախադեպ, դու ունես դաշնակից, որը փաստացի ասում է, որ Արցախը չի լինելու անկախ։ Դա Վլադիմիր Պուտինը գոնե անդադ նշում է ու ասում է, որ բոլոր ղեկավարներին էլ դա ասել է, ինչի վրա էր հույսը դրված։ Երկու տարբերակ կար, կամ պիտի ժողովրդի հետ անկեղծ խոսվեր, ասվեր, որ միջազգային հանրությունը, ես դեռ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշման մասին չեմ էլ խոսում, չեն ընդունում, օրինակ, որ Արցախը պիտի լինի անկախ, բայց Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարություն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի ըստ էության առաջարկներից մեկն էր տարբերակներից, կամ էլ պիտի դուք էլ զինվեիք, ունենայիք դաշնակիցներ, ես չեմ կարող ասել բանակցային սեղանի շուրջ, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ինչ են ասել հայկական կողմին, ՏԼԲՏ-ի հատկապես առաջարկից հետո, եւ բալանսը հավասարեցնենք, այնպես չանենք, որ Ադրբեջանը հարձակվի, որտեղ հարձակվում է թշնամին այն ժամանակ, երբ գիտի, որ բալանսը խախտվել է։ Դուք ոչինչ չեք արել։ Ունեցել եք մեկ դաշնակից, կախված եք եղել մեկից, որը ձեզ ասել է, որ ձեզ չի օգնելու Արցախի հարցում։ Նույնիսկ պատերազմի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասաց, որ այն զենքերը, որոնք վաճառվել են Հայաստանին, Իսկանդերը եւ այլն, չեն կարող օգտագործվել Արցախում։ Այդ ամենը իմանալով դուք որևէ քայլ չեք կատարել, փաստորեն ուղղակի ժամանակ եք շահել իշխանության մնալու նպատակով։ Եվ նույն տրամաբանությամբ շարունակեց առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը, երբ ծանոթացավ ենթադրենք այս փաստաթղթային փաթեթին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ուներ մի կարևոր առավելություն, նա ընտրված էր։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նաև Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականի խայտարակ ընտրություններից հետո պարզ է, որ նա չէր ընտրվել, դա արդեն գաղտնիք չի, Վազգեն Մանուկյանն էր ընտրվել, նա չէր կարող որևէ այսպես լուծման գնալ, որը հայ ժողովուրդը չի ընդունի, քանի որ ինքը ընտրված չի եւ լեգիտիմ չի, Նիկոլ Փաշինյանը ուներ այդ լծակը եւ իդեպ ես կարծում եի 18 թվականին, որ նա դա կօգտագործի։ Բայց Նիկոլ Փաշինյանը սխալ կատարեց եւ խոստացել էր, որ առանց հայ ժողովրդին հարցնելու որևէ քայլ չի կատարել, նա չխոսեց ժողովրդի հետ։ Սկսեց խոսել իր կետից, ինչ որ բանակցությունների մասին, դա շատ սխալ էր։ Սա ցույց է տալիս, որ նրա թիմում չեն եղել դիվանագետներ, որոնք կարող են իրեն ուղղորդել, կամ ինքը պիտի դա հասկանար, որ կարող տեսնում ինքը ասում է ես եմ կառավարությունը, ուրեմն ինքը պիտի հասկանար եւ մենք չունենայինք այն զոհերը։ Հիմա ժողովրդի մեծամասնությունը դա է հարցնում, ինչու էր պետք, եթե գիտեիր, որ միշտ էլ Ադրբեջանի կազմում է։ Երկրորդ ինքը ասում է ես այդ ժամանակ դեռ չէի ընդունել, որ Արցախը կարող է լինել, հիշում եք իր ելույթում ազգային ժողովում, ես պատրաստ չէի հոգեբանորեն, լիդերի խնդիրը պատրաստ լինելն է ամեն ինչի։ Այսինքն, ինչ տարբերակներ ուներ Նիկոլ Փաշինյանը, բացի Ռուսաստանից, այլ գործընկերներ կարող էր գտնել։ Օրինակ Կոսովոյի նախադեպով, երբ խոսեց Տրամպը, սկանդինավյան խաղաղապահների վերաբերյալ այդ ինչ առաջարկ է, ես դա էլ եմ սպասում, որ մենք հասկանանք, թե բացի ռուս խաղաղապահներից, որոնք պարզ է, որ ինձ համար գոնե այդ ժամանակ պարզ էր, Արցախում դառնալու են Ադրբեջանի դաշնակիցները, մենք ինչ այլ տարբերակներ ունեինք։ Եթե չունեինք, պիտի լուծում առաջադրվեր։ Նիկոլ Փաշինյանի սխալներից ամենամեծը հենց դա է։ Թեման ամփոփենք, Տիկին Դալաքյան, գրառման վերջում գրել եք Ուկրաինայի մոտալուտ կապիտուլյացիայի դարդը ամեն ամիս քաշելու փոխարեն ձեր քայլերը բացատրեք, ինչ բացատրեն, ինչ բացատրություն եք դուք կոնկրետ ակնկալում եւ արդյոք այդ բացատրությունները ինչ որ մեկին պետք են։ Տեսեք, Ուկրաինայի հետ կապված էլ տեսնում եք, ինչ որ առաջարկ է հնչեցվում, այստեղ սկսում են թմբկահարեր, որ վերջ մնաց մի շաբաթ, մեկ էլ Տրամպը ինքը ասում է, որ սա վերջնաժամկետ չի, ինչը պարզ էր ի սկզբանե, եթե դու գոնե ինչ որ մի փոքր վերլուծական ունակություն ունես։ Դա այդպես մեծ խելքի նշան չի հասկանալու համար, որ պատերազմի ընթացքում կարող են լինել բազմաթիվ փաստաթղթեր եւ չընդունվել որևէ մեկի կողմից։ Հիմա այս շրջանակները պարբերաբար, որոնք խոսում են, որ
վերջ ամեն ինչ ավարտվել է, նախ իրենց ներքին հարցերը պիտի լուծեն։ Հայ ժողովուրդը ունի հարցեր իրենց, թե դուք ինչու եք բանակցում մի բան, գալիս եք խոսում եք ոչ մի Բայց այս կորուստներից հետո այլևս այդ հարցերի պատասխանները ակտուալ կարող են Իհարկե ակտուալ են, որովհետև իրենց ողջ ընտրապայքարի լոզունգը Արցախը վերադարձնելն է։ Ըստ էության, այն որ Փաշինյանը հանձնել է Արցախը, միջև հիմա այդ թեման կա, եւ իդեպ Արցախի հարցը փակ չի, ես միշտ էլ ձեր եթերում ամենտեղ էլ ասում եմ, դա հենց Ռուսաստանը չի փակելու, Վենեդիկտովն էլ վկա, Ռուսաստանի համար, իդեպ Լավրովի պլանը ինչին էր ուղղված կամ Խովաևի, որ կարգավիճակի հարցը թողնվի հետագայում, այսինքն Ռուսաստանը պարբերաբար այս կոնֆլիկտներով պահի իր ազդեցությունը հիմա էլ են դա մտածում հաստատ չի մոռացել Ադրբեջանի կարող ենք խոսել թե ինչպես դա կարող է իրացնել, դա այլ Եվ Հայաստանի նկատմամբ Հայաստանի ներսում ապրում են բազմաթիվ արցախցիներ։ Նրանց կներեք չեն անհետացել եւ նրանցից շատերը ուզում են վերադառնալ։ Այսինքն էլի վերադարձի հարցը, կարգավիճակի հարցը քննարկվում է։ Դրա համար է ակտուալ։ Այդ հարցը չի ավարտվել պատերազմով։ Դուք կարծում եք, որ իրենց նախընտրական քարոզչության համատեքստում իսկապես ընդդիմադիր այդ շրջանակները օգտագործելու են Արցախի վերադարձի թեման։ Միանշանակ իրենք խոսում են, բայց անընդհատ դրա մասին։ Երկու նախ մեղադրելու են Փաշինյանին, որ կապիտուլյանտ հանձնող է դամի, լոզունգ Դա ակնհայտ է, այո։ Եվ երկրորդը Արցախի վերադարձից, որոշ շրջանակներ նույնիսկ դաշնակցության որոշ անդամներ Արցախի վերադարձից, ոչ թե արցախցիների, էլի պիտի ասեն Ադրբեջանը Պուտինի հետ հեսա կվատանա, կներեք մի քիչ կենցաղային ասեմ, հիշում ենք մի քանի ամիս առաջ մեզ կտա Արցախը, այսպես մանիպուլացնել հայ ժողովրդի այն հատվածին, որը չի վերացել եւ այդ հատվածը կա, որ հավատում է եւ ոչ միայն արցախցիներ, որ Արցախը հնարավոր է դեռ վերադարձնել։ Տիկին Դալաքյան, քանի որ անդրադարձանք Ուկրաինայի հնարավոր կապիտուլյացիային, գնանք այդ ճակատ եւ տեսնենք ինչպիսի զարգացումներ են սպասվում։ Գիտեք, որ 5 ժամ բանակցություններ եղան, Կրեմլում Պուտինը ընդունեց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտքովին եւ նրա փեսային, որից հետո Պուտինի օգնականը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն հասել փոխզիջման եւ խաղաղությունը ոչ մոտ է, ոչ էլ հեռու։ Ավելին Պուտինը ելույթ ունեցավ եւ ասաց, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Եվրամիության հետ, բայց Եվրոպայի հետ, բայց եթե Եվրոպան պատերազմի, իրենք պատրաստ են պատերազմել Եվրոպայի հետ, պատրաստ են հենց հիմա սկսել պատերազմը եւ այդ դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, որ էլ բանակցողներ չմնան ըստ էության։ Դե ակնհայտ էր, որ որևէ ես իմ Facebook-յան էջում գրել եմ առաջի օրվանից լուծում չի լինելու եւ ոչ կապիտուլյացիա, ոչ Թրամփի ծրագիրն է, դա Թրամփի ծրագիրը չէր, ընդհանրապես դա Ուիտկոֆի եւ ըստ ձայնագրությունների Կիրիլ Դմիտրիևի ծրագիրն է, Թրամփը չէր էլ կարդացել, Ռուբիոն հետո միջամտեց, փոխվեց ծրագիրը, պարզ է, որ տարբեր շրջանակներ կան ԱՄՆ-ում եւ սա շատ լավ է, որովհետեւ միանշանակ չի տեսակետը, որ կամ պիտի մենք հանձնենք, ավարտենք, նախ հետո հարցը թե հանձնել այդպես հեշտ չի։ Չգիտեմ ինչու հայկական շրջանակները, որոնք միշտ մեկ կետից կախված են եղել եւ որոշումները կայացվել են այդ կետում, չգիտես ինչու մտածում են, որ բոլոր երկրների որոշումները ինչ որ կետերում են։ Իրենք սուբյեկտայնությամբ օժտված չէին, բայց կան երկրներ, որ օժտված են եւ իրենց պայմանները եւ նախապայմաններն ունեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, Ռուսաստանը Ուկրաինայի վրա էլ չէր պատրաստվում հարձակվել, Վլադիմիր Պուտինը նշում էր։ Իդեպ մի քանի օր առաջ 2022 թվականի պատերազմից, որ իրենք այդպիսի բան չեն պատրաստվում անել, Բայդենի հետ խոսելուց նաև դրա մասին, այդ ստերը նույնիսկ ծիծաղելի է մեկնաբանել։ Իսկ ինչ վերաբերում է, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմել, Եվրոպայի անօթաչու թռչող սարքերը չեն հայտնվում դեռ Ռուսաստանում։ Հակառակ process-ն է Մոլդովայում են այսօր հայտնվել, ես վստահ եմ Գագաուզիայի շրջանում ընտրություններում Ռուսաստանը փորձելու է անկայունացնել իրավիճակը, այդտեղ ավարտված չի, որտեղ Մոլդովան շատ կարևոր է Օդեսայի ուղղությամբ հատկապես Ուկրաինային շրջափակելու համար, այսինքն պատերազմը չի կանգնելու, դա բնական էր, լինելու այնքան ժամանակ, այն դեռ Պուտինի իշխանության է, իսկ ես մոտակա ապագայում չեմ տեսնում, որ Վլադիմիր Պուտինը կզրկվի այդ իշխանությունից։ Եվ քանի դեռ կողմերը ունեն ռեսուրս այդ պատերազմը վարելու բոլոր իմաստներով։ Այո, կողմերը ունենալու են, որովհետև Եվրոպան չի կարող չզինել Ուկրաինային, դա իր անվտանգությունից է ելնում եւ իմ բարերը չի արդեն դա Եվրոպայի բոլոր առաջատար երկրների ղեկավարների, ԱՄՆ-ն չի կարող հանձնել Ուկրաինային որպես աշխարհակահական կենտրոն, նա կկորցնի Եվրոպան այդտեղ եւ կզրկի իր ազդեցությունը։ Չի կարող հանձնել, ինչ է նշանակում, ասում են օգնություն
կարծես թե օգնություն չենք չկա։ պատրաստում այլևս։ Նրանք ընդհանրապես զենք են վաճառում Եվրոպային, որը գնում է, դա փոխանակում են հետախուզական տվյալները։ Եթե դա էլ չանեն, Տրամպի նկատմամբ բոլոր կասկածները, որ նա օղմնակալ է, եւ իդեպ ձեզ ասեմ, ամեն շատ վատ ընդունվեց այս Ուիտկոֆի ծրագիրը, տեսանք նույնիսկ հանրապետական սենատորների հայտարարությունները, այսինքն Տրամպը դեմոկրատական երկրի ղեկավար է եւ նա չի կարող ինչ ուզել անել, թե չէ իմ կարծիքով նա վաղուց կպայմանավորվեր Վլադիմիր Պուտինի հետ։ Բացի այդ Ուկրաինայում ռազմաճակատում իրավիճակը պատային չի, իդեպ Պոկրովսկի գրավման մասին Ուկրաինան հերքեց, որ դա գրավել է Պուտինը հատուկ է դրոշը բարձրացրեց, որ դա Ուիտկոֆին ցույց տա, այսինքն գրավելու է, դա պարզ է, իրավիճակը այնտեղ բարդ է, բայց միայն այն, որ Վլադիմիր Պուտինը պարբերաբար սուտ է խոսում իր հաջողությունների մասին, ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կարողանում որևէ ռեալ հաջողության հասնել։ 2014 թվականից սկսած Վլադիմիր Պուտինը փորձում է Դոնեցկը գրավել։ Այստեղ կան որոշ փորձագետներ, որոնք ռուսական հաղթանակի, ռուսների հաղթանակի մասն են խոսում այն դեպքում, երբ արդեն քանի տարի է, 10 տարուց ավել Ռուսաստանը չի կարողանում գրավել Դոնեցկի մարզը, այսպես կոչված Դոնբասը, եւ այս տեմպերով 2-3 տարուց է նա գրավելու, եթե այսքան զոհեր էլի շարունակի տալ, այդ ռեսուրսը անսպառ չի։ Եթե տնտեսությունը գնալով վատանա, 3 տարի իրեն պետք է Դոնեցկը գրավելու համար։ Ուկրաինան ինչի պիտի հիմա Դոնեցկը այդպես նվիրի Ռուսաստանին։ Տիկին Դալաքյան, մեր հարցազրույցի այս հատվածում գովազդային ընդմիջում հայտարարենք, որից հետո կվերադառնանք եւ կանդրադառնանք ներքաղաքական իրավիճակին, մեր եթերում գովազդ է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Նոյանտապանի եթերում զրուցում եմ Միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, մենք անդրադառնանք արդեն ներքաղաքական իրադարձություններին։ Ինձ հետաքրքիր է ձեր բնորոշումը կամ գնահատական, ինչպես կանվանեք հոգևորականություն, իշխանություն առճակատման այս փուլը, երբ 10 եպիսկոպոսները ըստ էության կիսեցին իշխանության եկեղեցին բարենորոգելու, մաքրազերծելու այդ օրակարգը։ Եվ հիմա գտնվում են խիստ քննադատության թիրախում այդ հոգևորականները, Բարսաս ջան։ Դե եկեղեցին մաքրելու գործընթացը պիտի կատարվի գոնե այն մարդկանց ձեռքով, որոնք ներգրաված չեն այդպիսի խնդիրների մեջ, ինչպեսին Գարեգին II-ը կամ այն սրբազանները, ում դեմ այդ գործընթացը տեղի է ունենում։ Այսինքն երեխաներ չունեն, չեն խախտել որևէ օրենք, բիզնեսով չեն զբաղվում, ես որքանով հասկանում այդտեղ կան մարդիկ, որոնք լուրջ խնդիրներ ունեն դրա հետ կապված։ Այսինքն, որպեսզի վստահություն լինի ժողովրդի շրջանում, որ սա մաքրման գործընթաց է, ոչ թե ավելի շատով կոմպրոմատ ունի մյուսի վրա, պետք է ընտրվեն ավելի, ինչ ասեմ, անբիծ մարդ չկա, բայց քիչ խոցելի, անսխալ մարդ չկա։ Հիմա դրա համար քննադատության են արժանանում այս մարդիկ եւ նաեւ իշխանությունները, որովհետեւ չես հասկանում պայքարը ինչի համար է։ Եվ ես վախենում եմ այսպես, որ սա կվերածվի կոմպրոմատների պայքարի, որը ամբողջ եկեղեցին եւ որպես ինստիտուտ եկեղեցին այնքան կվարկաբեկի, ամենացավալին դա է, որ փաստորեն մեծամասնությունը եպիսկոպոսների բարձր հոգեվոր դասի ներառված է այսպիսի թեմաների մեջ։ Հիմա սա կավարտվի Գարեգին II-ի հրաժարականով, այսպես եթե քաղաքագիտական տերմինով ասենք, կամ եկեղեցուն ընդհանրապես հեղինակության նվազման կամ ոչնչացման, ապագան ցույց կտա, բայց սա մի թեմա է, որը շատ ծանր հետևանքներ ունենալու։ Ես ճիշտ հասկացա, 10 եպիսկոպոսները խոցելի են, այսինքն վախեցան հնարավոր կոմպրոմատներից եւ դրա համար գնացին Փաշինյանի հետ հանդիպման, նաեւ ըստ էության հանդես եկան այդպիսի հայտարարությամբ։ Նախ ես ուզում եմ հասկանալ, թե քանի ամիս է այս process-ները տեղի ունենում, ինչի հենց հիմա իրենք որոշեցին խոսել։ Լավ, մարդիկ որոշել են ուղղվել։ Իրենք պիտի խոստովանեն իրենց սխալները, թե չէ Արշակ Սրբազանը կարող է ասել, ինչով եք դուք ինձնից տարբերվում։ Տարբեր սկանդալների մեջ ենք, մեկը անձնական, մեկը կոռուպցիոն, մեկը երեխաների, այսինքն այս սխալ էր այս որոշումը։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը սխալ որոշման է գնացել եւ այս հարցը նա չպիտի լուծեր այս մարդկանցով։ Ես չեմ կարծում, որ հայ եկեղեցում չկան մարդիկ, որոնք վարկաբեկված չեն։ Հուսով եմ դա այդպես չի։ Գուցե վարկաբեկված չկան հոգևորականներ, բայց նրանք ներսից նաև պատրաստ չէին սկսելու գործընթացը։ Դե որ դա չի ցույց տալիս այս ընթացքը, այսինքն այսքան ժամանակ խնդիրները եղել են, դրանք իրենց ներսում արձանագրվել են, բայց դրանց մասին չի բարձրաձայնվել, առավել եւս կաթողիկոսին այդ առումով որևէ առարկություն չի ներկայացվել։ Դե դա շատ վատ է, դա արդեն եկեղեցականների խնդիրն է, այսինքն եթե դուք տեսնում եք, որ եկեղեցին օրեցօր վարկաբեկվում է, ուրեմն պետք է ձեր ձայնը բարձրացնեք, բայց եթե չեն բարձրացնում, դա չի նշանակում, որ պիտի մեխանիզմներ գտնել այն մարդկանց ճնշելու, որոնք իրենք չեն տարբերվում, մեղմացած, եթե իհարկե ճիշտ են այդ լուրերը, որոնք հրապարակվում են այս 10 եպիսկոպոսների վերաբերյալ, որոնք մեղմացած նույն ուրեմն արժեքներն են կրում։ Իդեպ նրանք շարունակում են լռել, այսինքն կրելով այդ արժեքները չեն ասում մենք սխալվել ենք, բայց մենք հիմա գոնե փորձում ենք փրկել եկեղեցին։ Գոնե սա ինչ որ մի բան ես կհասկանամ, բայց եթե ստացվում է, որ նույն մարդիկ են ուղղակի այս կողմը Փաշինյանն է պաշտպանում, մյուս կողմը Գարեգին II-ին, սա արդեն քաղաքական պայքար է դառնում, ոչ թե եկեղեցին մաքրելու։ Ձեզ զարմացրեց Արցախի թեմի առաջնորդի ներկայությունը Փաշինյանի կաբինետում։ Ճիշտ ասած ոչ, որովհետև Արցախի թեմ ես հիմա ուզում հասկանամ դա ինչ է նշանակում։ Այսինքն արցախցիները ընդունում են այդ անձնավորությունը կամ նա խոսում է Արցախում, Լեռնային Ղարաբաղում օրինակ կորթողներից, հուշարձաններից, մշակութային արժեքները ոչնչացնելուց, պետք է խոսի, ինչու չի խոսում։ Չեմ ասում Արցախը վերադարձնելուց խոսի։ Որպես եկեղեցու ղեկավար պիտի խոսի այդ խնդիրներից, նա լուռ է, պասիվ է, ինչու չի խոսում, արցախցիները պիտի արդեն այդ հարցերը ուղղեն այս անձնավորությանը, բայց ես նաև կարդացի, չգիտեմ որքան է դա ճիշտ, որ Պարքև Սրբազանն էլ նախկին առաջնորդը իբրև թե Գարեգին II-ի հետ խնդիրներ ունի եւ դեմ է։ Գիտեք, սա բամբասանքների ոլորտից է։ Ես մի կարևոր բան կասեմ, եկեղեցին դա այնպիսի ինստիտուտ է դարերով հիմնված, որ չի կարելի մեկ հարվածով այդտեղ հարցեր լուծել,
մանավանդ եթե կան լուրջ խորքային խնդիրներ եւ դա դարձնել քաղաքական պայքարի միջոց ձայներ հավաքելու կամ ձայներ կորցնելու համար։ Այսինքն Փաշինյանը չպետք է ամեն դեպքում այս գործընթացը նախաձեռներ։ Այս անձանցով չպետք է նախաձեռներ, որովհետև ես չեմ տեսնում, որ ժողովրդի լայվ շրջանում խոսքը Փաշինյանին ակնհայտ աջակցող հատվածի մասին չի, որը մեծամասնություն չի դեպ, չեմ տեսնում, որ դա լայն աջակցություն ունի։ Լավ, քննչական կոմիտեն հաստատում է տեսանյութի իսկությունը Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ։ Արշակ Խաչատրյանը հերքում է, ասում է. Դա դարի հարցն է։ Ես այդպես էլ չկարողացա ներողություն, որ ընդհատում եմ, ձեզ հասկանալ։ Հիմա այդ տեսագրությունը ճիշտ է, թե ոչ։ Մեկ ասում է ճիշտ է, փորձակնություն եղել, մյուսն ասում է fake է, ինձ չեն ներկայացվել դրա ուրեմն արդյունքները։ Մի բան ակնհայտ է, պարզ է, որ կա խնդիրներ էս մարդկանց հետ։ Նույնիսկ եթե տեսագրությունն է սխալ, բիզնեսների մասին տարածվում է կամ երեխաներ ունենալու մասին տարածվում է։ Այսինքն այս process-ը պետք է լիներ, գիտեք, վաղ թե ուշ, եթե մի բան թաքնված է, ինչպես ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, դա բերվում է լույսի տակ։ Հիմա սա ուղղակի խայտարակություն է, ինչ որ մենք տեսնում ենք, եւ ցավալիորեն ես չեմ տեսնում, որ լինի որևէ կողմ, որը իրոք հետաքրքրված է եկեղեցում այս մթնոլորտը լուծելու հետ կապված, որովհետեւ եթե մենք Գարեգին երկրորդը հեռանա մնային վերնախավը, որը ինքը Գարեգին երկրորդի հետ բիզնեսներ է արել, տարիներ շարունակ կոծկել է նրա քայլերը, նույնպիսի մեղքերի մեջ է եւ փոխվի Կաթողիկոս անունն էլ դրվի, որ մենք մաքրեցինք եկեղեցին, ես չգիտեմ դա որքանով է մաքրում եկեղեցին։ Լավ, Տիկին Դալաքյան, ամփոփենք մեր հարցազրույցը։ Եվրամիությունը Հայաստանին 12 միլիոն եվրո կտրամադրի ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի համար, ընդհանուր առմամբ նաև հիբրիդային պատերազմի համատեքստում։ Ինչպես կգնահատեք այսպիսի օգնությունը ընտրություններին ընդառաջ։ Դա շատ դրական է, որովհետև Ռուսաստանը բոլոր հետսովետական երկրն է, իդեպ նաև եվրոպական երկրներում, մենք տեսանք Ռումինիայում էին փորձում ազդել ընտրությունների վրա, Գերմանիայում AfD-ի տեսքով եւ այլն, Անգլիայում ծայրահեղականներին աջակցելով Նայջել Ֆարաջի տեսքով փորձում են ժողովրդի կարծիքի վրա ազդել եւ այսօր թվային տեխնոլոգիաների դարում առաջնայինը հենց այդպիսի ազդեցությունն է, արդեն պատերազմները հիբրիդ ձևով են տեղի ունենում, ոչ թե մարտի դաշտում։ Սա դրական է եւ նույնպիսի բան պիտի տեղի ունենա բոլոր շրջանակների հետ կապված, ոչ միայն Ռուսաստանի ազդեցությունը, այլև կեղծ fake օգտատերերով, պոակներով, կոմենտներ գրելով, ձևավորելով ինչ որ կարծիք, դա բոլոր կողմերին է վերաբերում, այնպես չի որ միայն ընդդիմությանը։ Բոլոր կողմերը պետք է զերծ մնան fake-երով, կրկնեմ, ինչ որ տարբեր մեխանիզմներով, իդեպ պետությունից ֆինանսավորվող, դրա մասին տարբեր հրապարակումներ են եղել, մարդկանց կարծիքի վրա ազդելուց հիբրիդ պատերազմները լինում են եւ արտաքին ֆինանսավորմամբ եւ ներքին քաղաքական ուժերի։ Եվ մեկ հարցել նախորդ շաբաթ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր երկու խմբակցությունները լսումներ իրականացրեցին քաղբանտարկյալների հարցով։ Հիմա դուք կանվանեք այդ մարդկանց քաղբանտարկյալներ, որոնց նկատի ունի ընդդիմությունը, եւ արդյոք նրանց մեսիջները տեղ կհասնեն միջազգային հանրության արձագանքի առումով, այսինքն ակնհայտ է, որ նրանց ելույթների առանցքում մեսիջները ուղղված էին նաեւ միջազգային հանրությանը։ Թե միջազգային հանրությունը կհամարի, որ Նիկոլ Փաշինյանը արդյունավետ պայքար է մղում ռուսական ազդեցության դեմ եւ այդպիսով կլռեն։ Նիկոլ Փաշինյանը պայքար չի մղում ռուսական ազդեցության դեմ, որտեղ ազդեցության կարևոր գործականները իրենց ասած մասնակցում են ընտրությունների եւ որևէ խնդիր չունեն։ Ձերբակալվածները Սերժ Սարգսյանի ասածով խոշոր ձկները չեն։ Ինչ վերաբերում է առանձին գործերով մենք պիտի խոսենք։ Ես օրինակ եթե Վարդան Ղուկասյանը օրենք է խախտել, ես նրան չեմ կարող քաղբանտարկյալ անվանել։ Այլ հարց է, որ եթե նա օրենքը խախտել է, դա իշխանությունը իրեն հարմար պահի օգտագործում է։ Սա էլ որքանով է ճիշտ, արդեն իրավական առումով կարող ենք դիտարկել։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, գիտեք, կրկնեմ, եթե դու ինքդ այդ արժեքները կրողը չես եւ դու խոսում ես դրա պաշտպանության մասին, նման է եկեղեցու այս 10 հոգեվորականի հայտարարություններին, դա չի ընկալվում։ Այսինքն այդ եվրոպական կառույցներին ժամանակին ընդդիմադիրները դիմում էին, նրանք ասում էին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, հենց նույն Քոչարյանի ժամանակ, բայց ասում էին լավ ենք անում, 1001-ի մարտահրավերն էլ կտրեք, մեզ ձեր փողը պետք չի։ Հիմա այդ մարդիկ կամ իրենց ժառանգները նույն կառույցներին դիմում են կոչով։ Բայց այդ կառույցները ստանում են, ասում են դե հիմա ով էլ բողոքի։ Այսինքն
Կարճ ասած ամփոփելով պիտի ասենք, որ ընդհանրապես կրկնեմ անբիծ անսխալ մարդ չկա, բայց եթե դու ինքդ այդ արժեքների կարողը չես, բայց խոսում ես դրա պաշտպանության մասին, դա չի կարող ուրեմն ընկալվել ոչ Հայաստանը, ոչ էլ Հայաստանից դուրս։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։